Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասն է Unit 9C, Practice your reading։ Պետք է սովորենք CK տարակապակցություն, ինչպես են կարդում բառի մեջ, կարդալու ենք K, նայում ենք տրանսկրիպցիայի նշանի մեջ K։ Հիմա կարդանք բառերը, թարգմանենք։ Black, սև, նայում ենք CK, K կարդացի, back, ետ, K, back, clock, պատի, սեղանի ժամացույց, ինչու շեշտում եմ պատի, սեղանի, որտեղ ձեռքի ժամացույց ասում ենք watch, ձեռքի ժամացույց, clock, պատի և սեղանի ժամացույց, neck, with, K։ Սովորում ենք դասի նոր բառերը, to climb, մագլցել, բին չեմ կարդում, համր է, climb, մագլցել, to fall, ընկնել, to belong, պատկանել, to order, կարգադրել, to tell, ասել, պատմել, to punish, պատժել, ground, գետին։ Դասը Tom Thumb, բին չկարդացի, Tom Thumb, part 3, մաս 3։ There were some trees near the window, պատուհանի մոտ կային ծառեր։ Tom climbed down one of the trees and fell on the ground. Նայում ենք climbed, մեր սովորած նոր բառը climbed, անցյալ ժամանակով։ Ասացի մագլցել, բայց նրանց հետո գրված է down, ներքև։ Չենք ասի մագլցեց, կասենք ցած իջավ։ Եթե ասում ենք down, ուրեմն ծառի վրա իջավ ցած։ And fell on the ground, և ընկավ գետնին։ One of the coins was there. Մետաղադրամներից մեկը այնտեղ էր։ This is my gold. Սա իմ ոսկին է, Tom said, ասաց Թոմը։ I shall take it. Ես կվերցնեմ այն։ I shall give it to my parents. Կտամ այն իմ ծնողներին։ They will be very happy. Նրանք շատ ուրախ կամ երջանիկ կլինեն։ He took the coin home. Նա մետաղադրամը տարավ տուն and gave it to his parents. Տվեց ծնողներին. But the gold coins belonged to the king. Բայց ոսկե մետաղադրամը պատկանում էր թագավորին. The next day the king went to the house. Հաջորդ օրը թագավորը գնում է տուն. But there were not any gold coins there. Բայց այնտեղ ոսկի մետաղադրամ չկար։ Send my soldiers to find the gold. Ուղարկեք իմ զինվորներին, որպեսզի գտնեն ոսկին, the king ordered, հրամայում է թագավորը։ The soldiers came to Tom's house. Զինվորները գալիս են Թոմից տուն and found gold coins there. Եվ գտնում են մետաղադրամներ այնտեղ։ They took Tom's parents to the king. Նրանք Թոմի ծնողներին տանում են թագավորի մոտ։ These people took your gold, they said. Այս մարդիկ վերցրել են ձեր ոսկին, ասում են նրանք։ Tom went to the king and told him about the two men. Թոմը գնում է թագավորի մոտ և պատմում է այն երկու մարդկանց մասին։ Soon the king's soldiers found the men. Շուտով թագավորի զինվորները գտնում են այդ մարդկանց։ The king got his gold. Թագավորը ստանում է իր ոսկին and punished the men. Եվ պատժում է այդ մարդկանց։ He didn't punish Tom. Նա Թոմին չի պատժում։ Tom went home with his parents. Թոմը տուն է գնում իր ծնողների հետ։ They were very happy. Նրանք շատ երջանիկ էին։ Հիմա ինչպես միշտ գիտենք, որ դասից հետո լինում է true or false, ճիշտ կամ սխալ հարցերի պատասխանը։ Ըստ տեքստի որոշում ենք, որ նախադասությունը համընկնում տեքստին, որը ոչ։ Եվ ըստ այդմ true, ճիշտ, false, սխալ։ Tom found a gold coin on the ground. Ճիշտ է, true. He took the coin home and gave it to his parents. True. When the king went to the house, there were many gold coins there. False. Հաջորդը. The soldiers didn't find any gold
in Tom's house. False. They took Tom's parents to the king. True. Tom told the king about the men. True. The king's soldiers didn't fight the men. False. The king punished the men. True. The king punished Tom. False. Tom and his parents were very happy. True. 10-րդ վարժության պահանջը լրացնել նախադասությունները։ Առաջինը Tom climbed down one of the trees and fell down on the ground. Երկրորդը He took the coin home and gave it to his parents. Երրորդը The next day the king went to the house. Մյուսը The soldiers came to Tom's house and found the gold coins. Mյուսը They took Tom's parents to the king. Soon the king's soldiers found the men. The king got his gold and punished the men. Tom went home with his parents. Վարժություն 11 նայեք վանդակի մեջ գրված են բայեր, բոլորն էլ անցյալ ժամանակով, punished, պատժել, պատժեց անցյալ ժամանակ, told, ասաց, got, ստացավ, fell, ընկավ, went, գնաց, found, գտավ, belonged, պատկանում էր, went, կրկին երկու անգամ է գործածում, took, վերցրեց, went, գնաց, երրորդ անգամ եղավ, climbed, մագլցել, այստեղ մենք ունենք արդեն ցած իջնել, weren't, սա օժանդակ բայն է, էին, չէին, շղթականով, not-ը չէին, հիմա տեղադրենք, վարժություն 11, Tom, առաջինը, Tom climbed down one of the trees, he fell on the ground. The gold coins belonged to the king. Երրորդը, The next day the king went to the house. There weren't any gold coins there. Տեսնում եք, այն weren't ռասի ժխտական գործածեցինք. There weren't any gold coins there. Հաջորդը, The soldiers went to Tom's house. Մյուսը, They found the gold coin there. Մյուսը, They took Tom's parents to the king. Նախավերջինը, Tom went to the king and told him about the two men. Եվ վերջինը, The king got his gold and punished the men. Անցնում ենք խառը բառերով նախադասությունների կազմանը։ Ուրեմն window, վարչություն 12, window, trees, some, the, there, where, near. There were some trees near the window. Հաջորդը shall, eat, my, give, I, parents, to. Կազմում ենք I shall give it to my parents. Երրորդը The, he, coin, home, took. He took the coins home. Հաջորդը belonged, the, coin, to, king, the, gold. The gold coins belong to the king. Նախավերջինը Tom about the king told men them. Tom told the king about the men. Եվ վերջինը with, home, Tom, parents, went, his. Tom went home with his parents. Վարժություն 12, 13,
Answer the questions. Ուրեմն բոլոր նախադասությունները այստեղ տրված են հարցական ձևով, իհարկե, որտեղ պատասխանել հարցերին եւ անցյալ ժամանակով simple past. Այստեղ մենք պետք է հիշենք, թե ինչպես է կազմում simple past ժամանակաձևը։ Unit 7A-ում մենք սովորել ենք ինչպես են կազմում simple past ժամանակաձևը եւ կանոնավոր բայերի եւ անկանոն բայերի։ Հիշեցնեմ, որ simple past ժամանակաձևը կազմում է ինֆինիտիվով առանց թու մասնիկի, ինչ է նշանակում, այ մեր հայերենի հետ համեմատում եմ ել վերջավորությունը գրել, կարդալ, վերցնում ենք միայն հիմքը առանց թու մասնիկի եւ կանոնավոր բայերի վերջում ավելացնում ենք իդի վերջավորություն, օրինակ played. Իդի ավելացրեցինք։ Իսկ անկանոն բայերի համար ասացինք, որ անկանոն բայերին անցյալ ժամանակ կազմելու համար իրավունք չունենք մենք ինչ-որ բան փոխելու, ինչ-որ բառ վերջավորություն, մասնիկ ավելացնելու, ուղղակի պատրաստի ձևով պետք է վերցնենք անկանոն բայերի տախտակից անկանոն բայը։ Իսկ որտեղ է գտնվում այդ անկանոն բայը, անցյալ ժամանակի անկանոն բայերի տախտակի երկրորդ շարքում։ Դասագրքի 4-րդ դասային դասագրքի 158-159 էջերի վրա կա irregular verbs անկանոն բայերի տախտակ։ Այդ անկանոն բայերի տախտակը պետք է սովորեք անգիր եւ գրությունը եւ արտասանությունը։ Պատրաստի դուք պետք է իմանաք ինչպես է գրվում անցյալ ժամանակի բայը եւ տեղադրեք արդեն պահանջված տեղում։ Տվյալ դեպքում մենք արդեն նայում ենք առաջին նախադասությունը What did Tom find on the ground? Հարցական նախադասություն տեսնում եք what եւ did։ Պատասխանելու ժամանակ գիտեք, որ երբ հարց են տալիս, պատասխանելու ժամանակ արդեն հարցական բառը, օժանդակ բայը անցյալ ժամանակով պետք չէ հանեցինք այս երկուսը։ Մնաց նախադասությունը ենթական այստեղից Tom։ Tom գրված է find։ Մենք պետք է այս find-ը դարձնենք անցյալ ժամանակ։ Անցյալ ժամանակում եթե դուք նայեք այդ անկանոն բայի տախտակին, այս find-ի դիմաց կնայեք գրված է found։ Կգրեք Tom found a gold coin on the ground. Պատասխանեցինք այս հարցին։ Երկրորդ նախադասությունը What did he do with the coins? Ինչ արեց այդ մետաղադրամները։ Նորից հարցական բառը եւ օժանդակ բայը հանեցինք, մնաց ենթական այստեղ սկիզբը։ He այստեղ չենք ասելու ինչ արեց, այդ է պատասխանը միանգամից թե ինչ արեց դա կասենք։ Կասենք նա տվեց։ Հարցական բառի փոխարեն այստեղ դուի փոխարեն կասենք տվեց։ Gave։ Ուրեմն give-ը ներկան է, gave-ը անցյալն է։ He gave it to his parents, տվեց այն իր ծնողներին։ Երրորդը Where did the king go the next day? Հաջորդ օրը թագավորը որտեղ գնաց։ Հարցական որտեղ եւ օժանդակ բայը դիտը հանեցինք, սկսում ենք։ The next day the king went to his house. Այստեղից կսկսենք the next day, հաջորդ օրը the king gone դարձավ went to his house. Հաջորդը Where did the king's soldiers find the gold coins? Թագավորի զինվորները որտեղ գտան ոսկե մետաղադրամները։ Նորից find-ը ներկան է, պետք է գտնենք անցյալը, իսկ անցյալը կլինի found։ Հարցականը հանեցինք The king's soldiers found the gold coins there, այսինքն նրանց տանը, Թոմի տանը։ Why did they take Tom's parents to the king? Ինչու Թոմի ծնողներին տարան թագավորի մոտ։ Ինչ ենք անում այս երկուսը, հանում ենք հարցականի եւ օժանդակը they take-ը կդառնա took, անցյալում անկանոն բայ է։ They took Tom's parents to the king. Why? Ուրեմն կլինի The soldiers took Tom's parents to the king because they found the gold coins in their house. Որտեղ ոսկե մետաղադրամները նրանց տանն են գտել։ What did Tom tell the king? Թագավորին ինչ ասաց Թոմը։ Հանեցինք նորից ամեն անգամ կրկնում եմ Tom tell կդառնա told. Tom told the king about the two men. Պատմեց երկու մարդկանց մասին։ Եվ վերջին նախադասությունը ուրեմն այստեղ հուշեմ բոլոր նախադասությունների բայերը անկանոն էին։ Միայն վերջին նախադասության բայը punish պատժել
կանոնավոր է, իսկ դա նշանակում է, որ պատասխանելու ժամանակ արդեն այս փանիշից հետո ավելացնելու ենք ed, մենք ենք ավելացնելու, ուրեմն the king didn't punish Tom's parents, չպատժեց Թոմի ծնողներին, ուրեմն he punished the men, պատժեց մարդկանց, the king punished the men, he didn't punish, նա չպատժեց Tom's parents. Անցնում ենք, do you remember, հիշում եք, prepositions, երրորդ դասարանում, չորրորդ դասարանում անցել ենք, to, նախդիրները, to, about, on, near, with, տեղադրում ենք. There were some trees near the window, պատուհանի մոտ ծառեր կային. Tom fell on the ground, ուրեմն երկրորդ նախադասությունը on, առաջին նախադասության մեջ near on. I shall give it to my parents too. The coins belonged to the king too. The next day the king went to the house too. The soldiers came to Tom's house too. Tom went to the king too. Tom told the king about the men. Tom went home with his parents, with ծնողների հետ. Սա է prepositions. Անցնում ենք վանդակներին, բաց թողնված տառերը պետք է լրացնենք. Ուրեմն լրացնելու համար ես փաստորեն օգնում եմ, ասում եմ, բայց դուք ինքներդ պետք է այս բառերը նայեք ձեր տեքստում. Եթե իմ բանավոր ասածը չպատկերացնեք, որտեղ բանավոր եմ ասում, դուք կփնտրեք բառերը տեքստում եւ կա նոր բառերը կապույտով որ գրված է. Punish, յու տառը նայում ենք, punish նոր բառերում կա. Next, անցել ենք ժամանակի next, առաջինը յու, երկրորդ վանդակը ի տառը, ռուսերեն է, ի տառը. Climb, բ տառը B. Fall, L, երկու լյով է գրում L. Belong, N. Coin, I. Soon, O. Ground, U. Նորից հիշեցնեմ, որ այս դասում հիմնականում գործածվել է simple past ժամանակաձևը եւ տեքստում դասը կարդալուց եւ վարժություններում գործածվել է simple past ժամանակաձևը. Հարցերին պատասխանելուց դուք նորից գործածել եք simple past ժամանակաձևը, ձեզ տրվել է հարցը անցյալով, պատասխանել եք անցյալով. Պատասխանելու համար, եթե բայը անկանոն է, իսկ ինչ իմանաք, որ կանոնավոր է, թե անկանոն է, դրա համար դուք պետք է ճանաչեք բայը, կանոնավոր է, թե անկանոն է, ինչպես ճանաչել, սովորում եք անկանոն բայերի տախտակը, միլիոնավոր կանոնավոր բայերի կողքին, միլիոնավոր կանոնավոր բայեր անգիրանել չեք կարող, որ ճանաչեք որն է կանոնավոր թե անկանոն, բայց անկանոն բայերը քիչ են, այդ տախտակը քիչ է, դրանք որ անգիրանեք, արդեն մնացածը պարզ է, եթե անկանոն է, մնացածը կանոնավոր են. Այդ անկանոն բայերի տախտակը անգիր եք հանում եւ գործածում եք ձեր նախադասությունների մեջ. Մի խոսքով անկանոն բայերի տախտակը գրելաձևը, արտասանությունը անգիր սովորեք 158-159H ձեր դասագրքի վերջում. Ձեր, եթե չեմ սխալում, հաջորդ կամ մյուս դասին պետք է դուք անցնեք անկանոն բայեր, irregular verbs, 10 unit 18 դասը անկանոն բայերի մասին է, այդտեղ անցնենք, բայց այդտեղ շատ քիչ բայեր են, որ տրված են, հիմնական բայերը տրված են դասագրքի վերջում, ինչպես է կազմում անկանոն ձևը. Կրկնեք նաև simple past ժամանակաձև unit 7A կապակցված են, շատ կարևոր է simple ժամանակաձևը անցյալի եւ այս անկանոն բայերը, երկուսն էլ անգիր սովորեք, նրանց ուղեկցող բառերը նույնպես սովորեք եւ արդեն կկարողանաք գործածել ժամանակաձևը. Այսքանը այս դասի համար,
Ինչպես միշտ, բաժանորդագրվեք մեր էջին, որպեսզի տեղեկացված լինեք հաջորդ դասերի մասին, հավանեք մեր էջը և գրեք ձեր մեկնաբանությունները։ Goodbye.